Նա հարյուրավորներից ընդամենը մեկն էր, աննկատ քաղաքի բետոնե ջունգլիներում։ Բայց արտաքին փայլով լի մի գիշեր դարձավ նրա կյանքի լուրջ շրջադարձային կետը։ Այժմ նա գաղտնի մի բան է կրում, որը կարող է փոխել ամեն ինչ։ Եվ կոճակը սեղմելու մի չնչին սխալը նրա ողջ աշխարհը կանգնեցրեց անդունդի եզրին։ Եթե այս պատմությունը ձեզ դուր եկավ, բաժանորդագրվեք ալիքին կիսվեք սիրելիների հետ։ Մի մոռացեք գրել, թե որտեղից եք դիտում։ Այդ մարտյան երկուշաբթի օրը Երանը շնչում էր իր խելահեղ ռիթմով։ Առավոտյան ժամը 7-ից Մաշտոցի պողոտան արդեն խցանված էր, մետրոյում իրար հրմշտող հազարավոր աշխատողների մեջ էր նա 26-ամյա Անահիտ Սարգսյանը, շագանակագույն մազերը հապճեպ հավաքած պոչիկով, շագանակագույն աչքերով, որոնցում արտացոլվում էր մի հոգնածություն, որը միայն քնի պակասից չէր։ Նա հնամաշ կտորե պայուսակը սեղմել էր կրծքին, պաշտպանելով հին սմարթֆոնը, որը մայրը նվիրել էր նախորդ տարի։ Դա նրա ունեցած ամենաթանկ բանն էր, սեփական արժանապատվությունից բացի։ Անահիտն աշխատում էր որպես կրտսեր օգնական ավանգարդ կապիտալ ներդրումային միջազգային ընկերությունում, որը զբաղեցնում էր տարածաշրջանի ամենահեղինակավոր շենքերից մեկի 10 հարկերը։ Նա այնտեղ անտեսանելի էր, հարյուրավոր աշխատակիցներից ընդամենը մեկը, որը պատասխանատու էր փաստաթղթերը կարգի բերելու, հաշվետվություններ պատրաստելու անվերջ ժողովների ժամանակ սուրճ մատուցելու համար։ Բայց Անահիտը դեմ չէր։ Այդ աշխատանքը տարիների զոհողության արդյունք էր։ Նա սովորում էր գիշերները, մինչ մայրը տիկին Սոնան հագուստ էր կարում քաղաքի Մալաթիա Սեբաստիա թաղամասի իրենց վարձով բնակարանի նեղ հյուրասենյակում։ Անահիտի պատմությունը պարզ էր մի նույն ժամանակ խորը։ Լինելով տիկին Սոնայի դուստրը մի մարդու, ով հեռացել էր, երբ ինքը դեռ 3 տարեկան էլ չկար, Անահիտը մեծացել էր, տեսնելով, թե ինչպես է մայրը վաղաժամ ծերանում, կարից կոշտացած մատներով, հին կարի մեքենայի վրայից կախված թույլ լամպի լույսից հոգնած աչքերով։ Տիկին Սոնան երբեք չէր բողոքել։ Երբեք չէր լացել դստեր ներկայությամբ։ Պարզապես աշխատել ու աշխատել, որպեսզի Անահիտն ուրիշ ապագա ունենա։ Եվ Անահիտն ինքն իրեն երդվել էր, որ չի հիասթափեցնի այն կնոջը, ով իր ողջ աշխարհն էր։ Սակայն այդ առավոտ Անահիտն ուրիշ բեռ էր կրում։ Մի գաղտնիք, որ բաբախում էր նրա որովայնում սրտում։ 3 ամիս առաջ, ընկերության ամանորյա կորպորատիվ երեկույթի ժամանակ, ինչ-որ բան էր տեղի ունեցել։ Մի բան, որը նա փորձում էր թաղել հիշողության խորքերում, բայց որն այժմ հրաժարվում էր մոռացության մատնվել։ Երեկույթը կենտրոնի շքեղ հյուրանոցներից մեկում էր։ Անահիտը չէր ուզում գնալ, բայց ներկայությունը պարտադիր էր։ Նա հագել էր իր միակ զգեստը, մի պարզ զգեստ, որը մայրը հատուկ այդ առիթի համար էր կարգի բերել։ Կյանքում առաջին անգամ շամպայն էր խմել, զգալով, թե ինչպես է գլուխը թեթանում, աշխարհը պտտվում տարօրինակ մի նույն ժամանակ ազատագրող ձով։ Եվ հետո հայտնվեց նա։ Դավիթ Կարապետյան։ 32 տարեկան, ավանգարդ կապիտալի բաժնետոմսերի 50%-ի սեփականատեր, ծերունդների կողմից կուտակված հարստության ժառանգորդ։ Բարձրահասակ, լայնաթիկունք, մոխրագույն աչքերով, որոնք կարծես մարդկանց կարդում էին ֆինանսական հաշվետվությունների պես։ Նա այն տղամարդկանցից էր, որոնց Անահիտը միշտ պատկերացրել էր, որ գոյություն ունեն միայն ֆիլմերում կամ գործարար ամսագրերում։ Հեռու։ Անհասանելի։ Բայց այդ գիշեր նա այնտեղ էր, նույն պատշգամբում, ուր ինքը դուրս էր եկել մաքուր օդ շնչելու։ Նրանք զրուցեցին։ Ոչնչի ամեն ինչի մասին։ Դավիթը կարծես հոգնած էր այդ կեղծ կյանքից, դատարկ խոսակցություններից, ձական ժպիտներից։ Անահիտը ոչինչ կորցնելու չունեցող մարդու անկեղծությամբ խոսեց իր երազանքների մասին, նորից սովորելու, մորն օգնելու, մի օր ավելի հանգիստ կյանք ունենալու։ Նա լսեց։ Իսկապես լսեց։ Եվ հետո, կարծես տիեզերքը դավադրություն էր կազմակերպել բանականության դեմ, նրանք համբուրվեցին։ Անահիտը լավ չէր հիշում, թե ինչպես հասան հյուրանոցի համար։ Հիշում էր միայն նրա ձեռքերը, ամուր մի նույն ժամանակ նուրբ, շուրթերը, որոնք հստակ գիտեին, թե որտեղ դիպչել, շնջացած խոսքերը, որոնք իրականությունից դուրս այդ պահին անկեղծ էին թվում։ Եվ հետո առավոտյան, նա արթնացավ մենակ։ Անկողնի նրա կողմը սառն էր։ Գիշերասեղանին միայն մի գրություն կար, նրբագեղ ու հեռու ձեռագրով։ Հատուկ էր։ Հոգ տար քեզ։ Անահիտը լաց եղավ հյուրանոցի լոգարանում, դեմքը լված սառը ջրով, արագ հագնվեց ու դուրս եկավ, առանց հետ նայելու։ Մետրոյով վերադարձավ տուն, զգալով, որ հուզական խումհարն ավելի ծանր է, քան ֆիզիկականը։
Ինքն իրեն խոստացավ, որ կմոռանա այդ գիշերը, որ դա ընդամենը սխալ էր։ Մի վրի բում, մի բան, որ չէր կրկնվի։ Բայց ճակատագիրն այլ ծրագրեր ուներ։ 6 շաբաթ անց Անահիտը նկատեց, որ դաշտանը ուշանում է։ Դեղատնից թեստ գնեց այն գումարով, որը պահել էր մոր ծննդյան նվերի համար։ Թեստն արեց բնակարանի լոգարանում, մինչ տիկին Սոնան հյուրասենյակում դիտում էր երեկոյան հեռուստասերիալը։ Երկու գծերն էլ հայտնվեցին, հստակ ու անողոք։ Անահիտը նստեց լոգարանի սառը հատակին, գրկեց ծնկները, փորձելով ընկալել նոր իրականությունը։ Նա պոլիկլինիկայում բժշկի գրանցվեց, հաստատեց հղիությունը, արեց առաջին սոնոգրաֆիան։ Բժիշկը համբերատար բացատրեց ամեն ինչ, տվեց հետազոտությունների պատասխանները, ցուցումներ տվեց։ Անահիտն ամեն ինչ դրեց մի թղթապանակի մեջ, որը թաքցնում էր մահճակալի տակ։ Ոչ ոքի չասած։ Նույնիսկ մորը։ Դեռ ոչ։ Պետք էր մտածել, կարգի բերել մտքերը, որոշել ինչ անել։ Եվ հենց այդտեղ էլ սխալը տեղի ունեցավ։ Այդ երկուշաբթի օրը Անահիտը ճաշի ընդմիջմանն էր, նստած ընկերության շենքի դիմացի այգու նստարանին։ Նա պահպանել էր Դավիթի համարը հեռախոսի մեջ երեկույթի գիշերը, թե գիտեր, որ երբեք չի համարձակվի օգտագործել այն։ Բայց հիմա, նայելով սոնոգրաֆիայի նկարին իր հեռախոսում, զգաց, որ պետք է ասի։ Նա իրավունք ուներ իմանալու։ Դա էր ճիշտը։ Անահիտը բացեց WhatsApp-ը, ընտրեց Դավիթ Կարապետյան, կոնտակտը գցեց սոնոգրաֆիայի լուսանկարը։ Գրեց մի պարզ հաղորդագրություն։ Պետք է խոսենք այս մասին։ Մատը դողաց ուղարկելու կոճակի վրա։ Խորը շունչ քաշեց։ Եվ սեղմեց։ Երկու կապույտ նշանը գրեթե անմիջապես հայտնվեց։ Հաղորդագրությունը հասել էր։ Անահիտը զգաց, թե ինչպես է սիրտը բաբախում։ Կողպեց հեռախոսը, դրեց պայուսակի մեջ, փորձելով հանգստացնել շնչառությունը։ Արել էր։ Հիմա մնում էր սպասել։ Այն, ինչ Անահիտը չգիտեր, այն էր, որ շտապողականության նյարդայնության պատճառով հաղորդագրությունն ուղարկել էր սխալ համարի։ Դա Դավիթի անձնական համարը չէր, որ նա պահպանել էր, այլ նրա կորպորատիվ համարը, հեռախոսը, որը երում էր ընկերության կոնտակտների ցուցակում։ Եվ այդ համարը միայն նա չէր օգտագործում։ Այն վերահսկվում էր գործադիր քարտուղարուհու, հաղորդակցության թիմիս 3 օգնականների կողմից, որոնք կառավարում էին գործադիր տնօրենի օրակարգն ու հանդիպումները։ 15 րոպե անց, մինչ Անահիտը փորձում էր ուտել ստվարաթղթի համ ունեցող սենդվիչը, նրա հեռախոսը զանգեց։ Անծանոթ համար էր։ Նա վարանելով պատասխանեց. Անահիտ Սարգսյան։ Ձայնը խիստ էր, ծանոթ, անսխալական։ Այո։ Դավիթ Կարապետյանն է։ Պետք է անմիջապես գաք իմ աշխատասենյակ։ Հեռախոսն անջատվեց, նախքան նա կհասցներ պատասխանել։ Անահիտը մնաց, նայելով անջատված էկրանին, զգալով, թե ինչպես է աշխարհը փլուզվում իր շուրջը։ Նա տեսել էր։ Նա գիտեր։ Եվ հիմա նա պետք է դիմակայեր իր արածի հետանքներին։ Դողացող ոտքերով Անահիտը վերադարձավ շենք։ Անցավ մետաղորսիչով, անցագիրը ցույց տվեց անվտանգության աշխատակցին, մտավ վերելակ, որն ուղիղ բարձրանում էր 30-րդ հարկ, որտեղ գտնվում էին գործադիր աշխատասենյակները։ Երբեք այդքան բարձր չէր բարձրացել։ Իր բաժինը 13-րդ հարկում էր, մյուս կրտսեր օգնականների վերլուծաբանների հետ միասին։ Վերելակի դռները բացվեցին դեպի մոխրագույն գորգով, ապակե պատերով աբստրակտ նկարներով միջանցք, որոնք հավանաբար ավելի թանկ արժեին, քան Անահիտը կվաստակեր 10 տարում։ Ընդունարանի աշխատակցուհին, բեժ գործնական կոստյումով մի անթերի շիկահեր, Անահիտին նայեց հետաքրքրության արամարանքի խառնուրդով։ Անահիտ Սարգսյան, հարցրեց նա, կարծես հաստատում էր մի անհավանական արարածի գոյությունը։ Այո։ Պարոն Կարապետյանը սպասում է։ Ձախից վերջին դուռը։ Անահիտը քայլեց միջանցքով, զգալով մյուս քարտուղարուհիների ղեկավարների հայացքները։ Կանգնեց ամուր կարմրափայտի դռան դիմաց, խորը շունչ քաշեց 3 անգամ թակեց։ Մտեք։ Նա պտտեց բռնակը, ներս մտավ։ Աշխատասենյակը հսկայական էր, Երանի համայնապատկերային տեսարանով, որը շունչ էր կտրում։ Դավիթը կանգնած էր մեջքով դեպի նա, նայելով պատուհանից դուրս։ Հագին անթերի մուգ կապույտ կոստյում էր, ձեռքերը տաբատի գրպաններում։ Երբ նա շրջվեց, Անահիտը զգաց այդ մոխրագույն աչքերի հարվածը, որոնք այժմ սառույցի պես սառն էին։
Նստեք, հրամայեց նա, ցույց տալով սեղանի դիմացի կաշվե աթոռներից մեկը։ Անահիտը հնազանդվեց, զգալով, որ ոտքերը դավաճանում են իրեն։ Դավիթը մոտեցավ սեղանին, վերցրեց հեռախոսը, էկրանը ցույց տվեց նրան։ Սոնոգրաֆիայի նկարներ։ Բացատրիր սա։ Նրա ձայնը զուսպ էր, բայց յուրաքանչյուր բառի հետում վտանգավոր լարվածություն կար։ Անահիտը կուլ տվեց։ Դա հենց այն է, ինչ թվում է, ասաց նա, փորձելով ձայնը հաստատուն պահել։ Ես հղի եմ։ 3 ամսական։ Եվ դու հայրն ես։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Դավիթը հեռախոսը դրեց սեղանին, հեռացավ նրանից, նորից մոտեցավ պատուհանին։ Այնտեղ կանգնած մնաց երկար վայրկյաններ, ծնոտը լարված, ուսերը կոշտ։ Որքան ես ուզում, հարցրեց նա, առանց շրջվելու։ Անահիտը զգաց, կարծես հարված ստացավ ստամոքսին։ Ինչ նկատի ունես։ Որքան ես ուզում այս հարցը լուծելու համար, Դավիթը շրջվեց, աչքերն այժմ կարծրացել էին։ Գումար աբորտի համար։ Ամսական վճար։ Գաղտնիության պայմանագիր։ Ասա գումարը։ Արցունքները այրեցին Անահիտի աչքերը, բայց նա թույլ չտվեց, որ դրանք թափվեն։ Ես քո փողը չեմ ուզում, ասաց նա, ձայնը դողալով։ Ես պարզապես մտածեցի, որ դու իրավունք ունես իմանալու։ Իրավունք ունեմ իմանալու, Դավիթը դառնորեն ծիծաղեց։ Թե մտածեցիր, որ կարող ես ինձ կապել մի հարմար հղիությամբ։ Դա արդեն չափն անցնում էր։ Անահիտը ոտքի կանգնեց, ձեռքերը բռունցք արած։ Ես քո կարիքը չունեմ։ Ոչ քո փողի, ոչ էլ քո ամբարտավանության, ասաց նա, ձայնն այժմ հաստատուն։ Ես այստեղ եկել եմ քաղաքավարությունից ելնելով, որովհետև մտածում էի, որ դա է ճիշտը։ Բայց տեսնում եմ, որ սխալվել եմ։ Այդ գիշերվա տղամարդը գոյություն չունի։ Դա ընդամենը դիմակ էր։ Նա շրջվեց, որ դուրս գա, բայց նրա ձայնը կանգնեցրեց իրեն։ Սպասիր։ Անահիտը կանգ առավ, ձեռքը դրան բռնակին, բայց չշրջվեց։ Ներողություն, ասաց Դավիթը, նրա ձայնում հիմա ինչ-որ այլ բան կար։ Մի բան, որը գրեթե մարդկային էր հնչում։ Ես սրան չէի սպասում։ Կոպիտ էի։ Խնդրում եմ, վերադարձիր։ Եկ խելոք խոսենք։ Անահիտը վարանեց։ Նրա մի մասը ուզում էր դուրս գալ այնտեղից այլս երբեք չվերադառնալ։ Բայց մյուս մասը, այն մասը, որը տիկին Սոնան դաստիարակել էր պատասխանատվության երկխոսության արժեքներով, ստիպեց նրան շրջվել։ Դավիթը նստել էր սեղանի եզրին, կեցվածքն այժմ ավելի քիչ լարված էր։ Նա ձեռքը տարավ մազերի միջով, մի ժեստ, որը Անահիտը հիշում էր այն գիշերվանից։ Ինձ մի րոպե տաս սա մարսելու համար, խնդրեց նա, առաջին անգամ Անահիտը անողոք գործադիր տնօրենից այն կողմ ինչ-որ բան տեսավ։ Նա տեսավ վախեցած մի մարդու։ Նա վերադարձավ աթոռին նստեց։ Նրանք այնտեղ մնացին լուռ, երկար րոպեներ։ Դավիթը նայում էր իր ձեռքերին, Անահիտը պատուհանից բացվող տեսարանին, փորձելով զսպել հույզերը։ Համոզվա՞ծ ես, հարցրեց նա վերջապես։ Բացարձակ։ Հետազոտություններն արել եմ։ Ամեն ինչ փաստաթղթավորված է։ Իսկ դու ուզում ես ունենալ այս երեխային։ Անահիտը նայեց նրան, առաջին անգամ այդ սենյակ մտնելուց ի վեր զգաց, որ նրանք իրական խոսակցություն են ունենում։ Այո, ասաց նա, առանց վարանելու։ Ես ուզում եմ։ Դավիթը դանդաղ գլխով արեց, մարսելով տեղեկությունը։ Ուրեմն եկ ամեն ինչ ճիշտ անենք, ասաց նա, նայելով նրա աչքերին։ Դու կհեռանաս քո բնակարանից, կգաս ապրելու իմ պենթհաուսում։ Ես կապահովեմ, որ դու ունենաս լավագույն բժշկական հսկողություն, բոլոր անհրաժեշտ պայմանները։ Իսկ իրավական մանրամասները հետո կորոշենք։ Անահիտը գլուխը թափ տվեց։ Ես քեզ հետ չեմ ապրելու։ Հազիվ եմ քեզ ճանաչում։ Դա խնդրանք չէ, Անահիտ։ Դա միակ խելամիտ տարբերակն է։ Որ թաղամասում ես ապրում։ Մալաթիա Սեբաստիայում։ Դավիթը մի պահ փակեց աչքերը, կարծես դա ինչ-որ բան հաստատեց իր համար։ Հենց դա նկատի ունեմ։ Դու ամեն օր կանցնես ամբողջ քաղաքը, կնստես լեփ-լեցուն մետրո, կբարձրանաս աստիճաններ, կաշխատես ամբողջ օրը։ Հըյվի։ Ես թույլ չեմ տա, որ դու իմ երեխային վտանգի ենթարկես համառության պատճառով։ Քո երեխային, Անահիտը նորից ոտքի կանգնեց, վրդովմունքը վերադարձավ։
Դա մեր երեխան է։ Եվ ես երեխա չեմ, որ քո հրամանների կարիքն ունենամ։ Ես դա գիտեմ, Դավիթը նույնպես ոտքի կանգնեց, շատ մոտենալով նրան։ Բայց դու գրում ես իմ ժառանգորդին։ Եվ ես ռեսուրսներ ունեմ, ապահովելու, որ դու նա ապահով լինեք լավ խնամված։ Սա ընդունիր որպես պատասխանատվության ժեստ, ոչ թե վերահսկողության։ Անահիտը ուզում էր վիճել, բայց իրականում նա ճիշտ էր։ Հղիությունն արդեն հոգնեցնում էր իրեն, առավոտյան սրտխառնոցներն ավելի էին վատանում, առաջիկա ամիսներին այդ դաժան առօրյային դիմակայելու գաղափարը սարսափեցնող էր։ Իսկ մամաս, հարցրեց նա։ Նա էլ կարող է գալ, եթե ուզում ես։ Ես բավականաչափ տեղ ունեմ։ Անահիտը մտածեց տիկին Սոնայի մասին, նրա դժվար կյանքի, նեղ բնակարանի, աղմկոտ կարի մեքենայի մասին։ Կմտածեմ, ասաց նա վերջապես։ Արագ մտածիր։ Վաղը մարդ կուղարկեմ քո հետից։ Ես ասացի, որ կմտածեմ, Դավիթ։ Ես քո աշխատակիցներից չեմ, որ կարողանաս հրամայել։ Նա երկար նայեց նրան, հետո ինչ-որ բան փոխվեց նրա դեմքին։ Շուրթերի անկյունում մի փոքր ժպիտ հայտնվեց։ Դու ուրիշ ես, ասաց նա, գրեթե ինքն իրեն։ Ինչով ուրիշ։ Բոլոր կանանցից, ում ճանաչել եմ։ Նրանցից ոչ մեկը երբեք այսպես իմ դեմ դուրս չի եկել։ Գուցե դու պետք է ավելի լավ մարդկանց ճանաչես, հակադարձեց Անահիտը, վերցնելով պայուսակը։ Երբ նա հասավ դռանը, նա նորից խոսեց։ Անահիտ։ Այո։ Շնորհակալ եմ, որ ասացիր։ Եվ ներիր արձագանքիս համար։ Ես լավ չեմ կարողանում վարվել իրավիճակների հետ, որոնք չեմ կարող վերահսկել։ Անահիտը նայեց նրան, տեսավ խոցելիությունն այդ մոխրագույն աչքերում գլխով արեց։ Կյանքը կազմված է բաներից, որոնք մենք չենք կարող վերահսկել, Դավիթ։ Դու պետք է սովորես դա։ Նա դուրս եկավ աշխատասենյակից, փակեց դուռը իր հետից, միայն վերելակ մտնելով թույլ տվեց, որ արցունքները վերջապես թափվեն։ Դրանք տխրության կամ զայրույթի արցունքներ չէին։ Դրանք թեթացման արցունքներ էին։ Նա գիտեր։ Եվ ինչ-որ տարօրինակ ձով, դա ամեն ինչ ավելի իրական էր դարձնում։ Ավելի սարսափելի, բայց նա ավելի իրական։ Այդ գիշեր, Մալաթիա Սեբաստիայի իր փոքրիկ սենյակում, Անահիտն ամեն ինչ պատմեց տիկին Սոնային։ Մայրը լուր լսում էր, ձեռքերը Անահիտի ձեռքերի վրա, աչքերը լի արցունքներով, որոնք նա թույլ չտվեց թափվեն։ Երբ Անահիտն ավարտեց խոսքը, Սոնան ամուր գրկեց դստերը։ Դու մայր ես դառնալու, աղջիկս։ Իսկ ես, տատիկ։ Կարևոր չէ, թե ինչպես է դա տեղի ունեցել։ Կարևորն այն է, որ այս երեխան սիրված է լինելու։ Նա ուզում է, որ մենք գնանք իր հետ ապրելու, մամ։ Սոնան հեռացավ, նայելով դստեր աչքերին։ Իսկ դու ուզում ես։ Չգիտեմ։ Վախենում եմ։ Ինչից ես վախենում։ Այդ կյանքին ընտելանալուց։ Մի օր այն կվերջանա, ես այլս չեմ իմանա, ինչպես ապրել առանց դրա։ Սոնան ժպտաց այն իմաստությամբ, որը միայն մայրերն ունեն։ Աղջիկս, ամբողջ կյանքը կազմված է սկիզբներից ու վերջերից։ Կարևորն այն է, թե ինչպես ես ապրում յուրաքանչյուր պահը։ Եթե նա քեզ իմ թոռնիկին ապահով տեղ է առաջարկում, ընդունիր։ Բայց մի մոռացիր, թե ով ես դու։ Թույլ մի տուր, որ որևէ բան փոխի Անահիտ Սարգսյանի էությունը։ Այդ գիշեր, քնելուց առաջ, Անահիտը սենյակի պատուհանից նայեց հեռվում երացող քաղաքի լույսերին։ Մտածեց Դավիթի մասին, այն հսկայական աշխատասենյակի, այն շքեղ ու հզոր կյանքի մասին, որն այնքան հեռու էր իրենից։ Մտածեց իր որովայնում աճող երեխայի մասին, այս երեխայի, որը կմիավորեր երկու այդքան տարբեր աշխարհներ։ Արդյոք սերը կարող է ծնվել սխալից։ Արդյոք երկու այդքան տարբեր մարդիկ կարող են իրական ինչ-որ բան կառուցել։ Անահիտը պատասխաններ չուներ։ Միայն հույս ուներ։ Եվ առայժմ հույսը բավարար էր։ Նա վերցրեց հեռախոսը, գտավ Դավիթի համարը, գրեց մի պարզ հաղորդագրություն։ Ընդունում եմ քո առաջարկը։ Բայց մի պայմանով։ Հարգիր իմ ընտրությունները, ինձ վերաբերվիր որպես քո հավասարի, ոչ թե պարտականության։ Պատասխանը գրեթե անմիջապես եկավ։ Պայմանավորվեցինք։ Իմ վարորդը վաղը ժամը 9-ին կգա քո մորթ հետից։ Ձեզ համար կարևոր իրերը բերեք։ Մնացածը կլուծենք։ Անահիտն այդ օրը առաջին անգամ ժպտաց, դրեց հեռախոսը, փակեց աչքերը։
Ապագան անորոշ էր, սարսափելի, լի մարտահրավերներով։ Բայց դա նա մաքուր էջ էր, որը սպասում էր գրվելուն։ Եվ Անահիտը պատրաստ էր գրել իր պատմությունը, բառ առ բառ, ընտրություն առ ընտրություն։ Որովհետև երբեմն սխալ համարը հենց ճիշտ սկիզբն է։ Եվ նա շուտով կբացահայտեր, որ խաչվող ճակատագրերը կարող են վերածվել միահյուսված ճակատագրերի, երբ երկու մարդ որոշում են միասին դիմակայել անհայտին, նույնիսկ առանց իմանալու, թե արդյոք սերը սցենարում կա։ Ասացեք ինձ, թե ինչ կարծիքի եք այս պատմության մասին, թե ինչպես եք կարծում, այն կավարտվի։ Փոփոխությունը տեղի ունեցավ փոթորկի պես։ Հաջորդ առավոտ, ուղիղ ժամը 9-ին, միսը Մերսեդես կանգնեց այն հասարակ շենքի դիմաց, որտեղ Անահիտն ու տիկին Սոնան ապրում էին 15 տարի։ Վարորդը, ջերմակ մազերով անթերի համազգեստով մի տարեց մարդ, զանգեց դրան, զանգը ներկայացավ որպես պարոն Վարդան։ Նա ոչ մի դատապարտող հայացք չնետեց, երբ տեսավ պարզ ճամփրուկները, պարանով կապված ստվարաթղթե տուփերը, 5 կարի մեքենան, որը տիկին Սոնան պնդում էր, որ պետք է տանեն։ Ճանապարհը դեպի կենտրոն լուռ անցավ։ Անահիտը նայում էր պատուհանից, տեսնելով, թե ինչպես է բնապատկերը աստիճանաբար փոխվում։ Նեղ ու փոսերով փողոցները իրենց տեղը զիջում էին լայն ու ծառաշատ պողոտաներին։ Ցածրահարկ ու գրաֆիտիներով պատված շենքերին փոխարինում էին շքեղ բնակելի համալիրները, բարդ պահակակետերով։ Կարծես տարբեր աշխարհներ տանող դարպասներով էին անցնում, Անահիտը զգում էր, թե ինչպես է սիրտը սեղմվում յուրաքանչյուր թաղամաս անցնելիս։ Տիկին Սոնան բռնել էր դստեր ձեռքը, նկատելով լարվածությունը։ Ամեն ինչ լավ կլինի, աղջիկս, շշնջաց նա։ Դու ուժեղ ես։ Ավելի ուժեղ, քան պատկերացնում ես։ Մեքենան կանգնեց հայելային ճակատով մի վեհաշուկ շենքի դիմաց։ Դռնապանը մոտեցավ նրանց, օգնելով ճամփրուկների հարցում։ Մուտքի նախասրահն ամբողջությամբ սպիտակ մարմարից էր, առաստաղից կախված հսկայական ջահով բույսերով, որոնք Անահիտը երբեք չէր տեսել ամսագրերից դուրս։ Նրանք մտան մասնավոր վերելակ, որն ուներ ընդամենը 2 կոճակ, առաջին հարկ պենթհաուս։ Երբ դռները բացվեցին, Անահիտը զգաց, որ ուրիշ մոլորակ է ընկել։ Պենթհաուսը հսկայական էր, շատ բարձր առաստաղներով, հատակից առաստաղ ձգվող պատուհաններով, որոնք բացում էին երանի 360 աստիճանի տեսարան։ Ինտերիերը մինիմալիստական էր, ամբողջությամբ մոխրագույն սպիտակ սերանգներով, պատերին ժամանակակից արվեստի գործերով կահույքով, որը կարծես ճարտարապետական ամսագրից լիներ։ Դավիթը հյուրասենյակում էր, հեռախոսով խոսում էր, քննարկելով ինչ-որ բան բաժնետոմսերի ապագա շուկայի մասին։ Երբ տեսավ նրանց մտնելիս, անմիջապես ավարտեց զանգը։ Բարի գալուստ, ասաց նա, Անահիտը նկատեց, որ նրա ձայնում նյարդայնություն կար։ Տարօրինակ էր տեսնել այդ վեհ տղամարդուն որը տեսակի անվստահություն ցուցաբերելիս։ Տիկին Սոնան լայն բացված աչքերով շուրջը նայեց, բայց արագ իրեն հավաքեց։ Նա ուներ մի կնոջ արժանապատվություն, ով ամբողջ կյանքում գլուխը բարձր է պահել, չնայած դժվարություններին։ Պարոն Կարապետյան, ասաց նա, մեկնելով ձեռքը։ Ես Սոնան եմ, Անահիտի մայրը։ Շնորհակալ եմ մեզ ընդունելու համար։ Դավիթը հարգանքով սեղմեց նրա ձեռքը։ Ինձ ուղղակի Դավիթ ասեք, խնդրում եմ։ Եվ ես պետք է շնորհակալություն հայտնեմ իմ երեխայի մասին լավ հոգ տանելու համար։ Երեխայի մասին հիշատակումը ստիպեց Անահիտին բնազդաբար ձեռքը տանել որովայնին։ Դավիթը նկատեց ժեստը, նրա հայացքում ինչ-որ բան փոխվեց, ավելի փափուկ դարձավ։ Թույլ տվեք ցույց տալ սենյակները, ասաց նա, նրանց առաջնորդելով լայն միջանցքով։ Անահիտի սենյակը այն բնակարանի չափ էր, որտեղ նա նախկինում ապրում էր։ Այնտեղ կար king size մահճակալ, զգեստապահարան, առանձին լոգասենյակ ջակուզիով պատշգամբ, որը նայում էր Կախովի այգուն։ Տիկին Սոնայի սենյակը նույնպես շքեղ էր, հաղթանակի զբոսայգու տեսարանով։ Կարող եք տեղավորվել։ Գիշերասեղաններին անսահմանափակ կրեդիտ քարտեր եմ թողել։ Գնեք այն, ինչ ձեզ անհրաժեշտ է, ասաց Դավիթը, արդեն շրջվելով, որ դուրս գա։ Մեզ քո փողը պետք չէ, ասաց Անահիտը, նախատեսվածից ավելի կտրուկ։ Դավիթը կանգ առավ, շրջվեց։ Դա ողորմություն չէ, Անահիտ։ Դա պատասխանատվություն է։ Դուք հիմա իմ տանն եք ապրում։ Թույլ տվեք, որ ես հոգ տանեմ այդ մասին։ Քո տանը, Անահիտը խաչեց ձեռքերը։ Կարծում էի, ասել էիր, որ մեզ հավասարի պես կվերաբերվեն։ Եվ այդպես էլ կլինի։ Բայց դա չի փոխում այն փաստը, որ ես ռեսուրսներ ունեմ, իսկ դուք իրերի կարիք ունեք։
Ընդունիր նրբագեղությամբ։ Նախքան Անահիտը կհասցներ պատասխանել, տիկին Սոնան միջամտեց. Դավիթ, մենք ընդունում ենք օգնությունը, բայց Անահիտը ճիշտ է։ Մենք չենք ուզում մեզ գնված զգալ։ Ինչ կասես մի պայմանավորվածության մասին։ Դու մեզ օգնում ես այն ամենով, ինչն իսկապես անհրաժեշտ է երեխայի համար, բայց թույլ ես տալիս, որ մնացած հարցերում մենք մեր անկախությունը պահպանենք։ Դավիթը նայեց Սոնային, Անահիտը տեսավ մի բան, որը չէր սպասում տեսնել, անկեղծ հարգանք։ Արդարացի է թվում, համաձայնեց նա։ Բայց գոնե համաձայնեք համապատասխան հագուստ գնել։ Ձեզ պետք կգա հասարակական միջոցառումների համար։ Ինչ հասարակական միջոցառումներ, Անահիտը լայն բացեց աչքերը։ Ընթրիքներ, կորպորատիվ երեկույթներ, ընտանեկան հավաքույթներ։ Իմ ընտանիքը կցանկանա ճանաչել իմ երեխայի մորը։ Եվ հավատա, նրանք հեշտ մարդիկ չեն։ Անահիտը զգաց, որ խուճապը սկսում է իրեն տիրել։ Դավիթ, ես չգիտեմ, թե ինչպես պահեմ ինձ այդ միջավայրերում։ Ես ինձ հիմարի տեղ կդնեմ։ Նա մոտեցավ նրան, առաջին անգամ իրենց վերամիավորումից հետո նրբորեն դիպավ նրա դեմքին։ Դու կլինես այնպիսին, ինչպիսին կաս։ Եվ եթե որը մեկը դրա հետ խնդիր ունենա, դա իրենց խնդիրն է, ոչ թե քոնը։ Այդ առաջին շաբաթվա ընթացքում Անահիտն իրեն զգում էր որպես թանգարանում հայտնված անկոչ հյուր։ Վախենում էր որե բանի դիպչել, թանկարժեք իր կոտրել, շատ աղմուկ անել։ Դավիթը վաղ էր գնում գրասենյակ ուշ վերադառնում, միշտ թղթապանակներով հեռախոսով խոսելով։ Երբ տանն էր, քաղաքավարի էր, բայց հեռու։ Հարցնում էր Անահիտի բժշկական հետազոտությունների, նրա ինքնազգացողության մասին, բայց միշտ այդ պաշտոնական տոնով, կարծես գործնական հանդիպման լիներ։ Տիկին Սոնան, մյուս կողմից, Պենթհաուսն ընդունեց որպես իր սեփական տուն։ Վերադասավորեց խոհանոցը, կախովի այգում կանաչի տնկեց սկսեց պատրաստել այն ուտեստները, որոնք Անահիտն այնքան սիրում էր։ Պենթհաուսը, որը նախկինում սառն ու անդեմ էր, սկսեց կյանքով լցվել, տնական ուտելիքի հոտով կարի մեքենայի ձայնով, որը Սոնան տեղադրել էր հյուրասենյակի մի անկյունում։ Հենց այդպիսի մի երեկո, երբ Անահիտը հանգստանում էր բազմոցին, իսկ Սոնան կարում էր, Դավիթն աշխատանքից ավելի շուտ եկավ։ Նա կանգնեց դռան մոտ, դիտելով տեսարանը, նրա արտահայտության մեջ ինչ-որ բան փոխվեց։ Իսկական ուտելիքի հոտ է գալիս, ասաց նա, նրա ձայնում կարոտի նոտա կար։ Խաշլամա է, բացատրեց տիկին Սոնան։ Անահիտի սիրած ուտեստն է։ Միշտ պատրաստել եմ, երբ նա տխուր է եղել կամ մխիթարության կարիք է ունեցել։ Դավիթը մոտեցավ, նայելով վառարանի վրայի կաթսային։ Տատս նման մի բան էր պատրաստում։ Շատ էի սիրում, ասաց նա, գրեթե ինքն իրեն։ Կուզես փորձել, առաջարկեց Սոնան։ Հենց նոր եմ պատրաստել։ Դավիթը վարանեց, կարծես չգիտեր, իրավունք ունի։ Միանալու նրանց։ Անահիտը, նկատելով նրա վարանումը, թփթփացրեց բազմոցի իր կողքի ազատ տեղին։ Նստիր այստեղ։ Եկ առաջին անգամ միասին ընթրենք։ Այդ գիշերը նուրբ փոփոխություն նշանավորեց։ Սեղանի շուրջ նստած թանկարժեք ճենապակյա ափսեներով խաշլամա ուտելով, երեքը սկսեցին իսկապես զրուցել։ Դավիթը խոսեց իր մանկության այն մասին, թե ինչպես է կորցրել ծնողներին վթարի հետանքով, երբ 18 տարեկան էր, թե ինչպես է ստիպված եղել շատ երիտասարդ հասակում ստանձնել ընտանեկան բիզնեսը։ Խոսեց ճնշման, այդ կեղծ կյանքի միայնության մասին։ Անահիտը խոսեց առանց հայր մեծանալու, մոր զոհողություններին ականատես լինելու, բավականաչափ լավը չլինելու վախի մասին։ Իսկ տիկին Սոնան իր պարզ իմաստությամբ պատմություններ պատմեց, որոնք նույնիսկ Դավիթին ստիպեցին ծիծաղել, մի ձայն, որը Անահիտը բացահայտեց, որ շատ է սիրում լսել։ Բայց այդ պղպջակի խաղաղությունը երկար չէր տելու։ Որովհետև մինչ նրանք փորձում էին ինչ-որ բան կառուցել այդ պենթհաուսի ներսում, դրսի աշխարհն արդեն սկսում էր փլուզվել։ Ամեն ինչ սկսվեց, երբ Դավիթը պետք է մասնակցեր պարտադիր բարեգործական ընթրիքի որոշեց, որ Անահիտը պետք է իրեն ուղեկցի։ Նա փորձեց հրաժարվել, բայց Դավիթը համառեց։ Ժամանակն է, որ դու սկսես հրապարակայնորեն իմ կյանքի մասը կազմել։ Որքան շատ սպասենք, այնքան ավելի վատ կլինի։ Անահիտն ամբողջ օրն անցկացրեց տիկին Սոնայի օգնությամբ զգեստ ընտրելով։ Ի վերջո ընտրեց մի պարզ մուգ կապույտ զգեստ, որը էլեգանտ էր, առանց աչք ծակելու։ Մազերն արձակեց, թեթ դիմահարդարում արեց։ Երբ իջավ հյուրասենյակ, որտեղ Դավիթն իրեն սպասում էր, նա մի քանի վայրկյան ուղղակի նայում էր։
Դու հիասքանչ ես, ասաց նա, առաջին անգամ Անահիտը նրա աչքերում այլ բան տեսավ։ Ջերմ մի բան, որը ստիպեց իրեն կարմրել։ Ընթրիքը հինգաստղանի հյուրանոցի շքեղ սրահում էր։ Անահիտը զգում էր, թե ինչպես են բոլոր գլուխները շրջվում, երբ իրենք ներս էին մտնում, լսում էր շշուկները։ Դավիթը, սակայն, ամուր բռնել էր նրա մեջքից, վստահորեն առաջնորդելով։ Հենց իրենց սեղանին մոտենալիս Անահիտը տեսավ մի շիկահեր, ցնցող կին, հագին կարմիր բաց զգեստ, որը հավանաբար ավելի թանկ արժեր, քան Անահիտը վաստակում էր մեկ տարում։ Նա Անահիտին նայում էր արամարանքի հետաքրքրության խառնուրդով։ Եվ հետո սկսեց քայլել դեպի իրենց։ Դավիթ, ասաց կինը, ձայնը քաղցր, բայց նուրբ թույնով։ Ինչ անակնկալ է քեզ այստեղ տեսնելը։ Եվ ընկերակցությամբ։ Դավիթը լարվեց Անահիտի կողքին։ Լիլիթ, ասաց նա, սառը տոնով։ Անահիտ, սա Լիլիթ Ավետիսյանն է։ Լիլիթ, Անահիտ Սարգսյանը։ Լիլիթը մեկնեց ձեռքը, աչքերով Անահիտին գլխից մինչ ոտք չափելով։ Հաճելի է։ Դու ավանգարդում ես աշխատում, այնպես չէ՞։ Կարծես թե տեսել եմ քեզ միջանցքներում։ Այո, կրտսեր օգնական եմ, պատասխանեց Անահիտը, ամուր սեղմելով նրա ձեռքը։ Ինչ հետաքրքիր է, Լիլիթը ժպտաց, բայց դա օձի ժպիտ էր։ Դավիթը միշտ էլ սիրել է բարեգործական նախագծեր։ Լիլիթ, ասաց Դավիթը, ձայնը վտանգավոր ցածր։ Առաջարկում եմ, որ վերադառնաս քո սեղանի մոտ։ Ախ, Դավիթ, միշտ այդքան պաշտպանող, Լիլիթը ծիծաղեց։ Բայց ասա ինձ, Անահիտ, արդեն ծանոթացել ես նրա ընտանիքի հետ։ Կարապետյանները շատ բարձր չափանիշներ ունեն։ Հուսով եմ, պատրաստ ես։ Նախքան Անահիտը կհասցներ պատասխանել, Դավիթը մի քայլ առաջ արեց։ Հերիք է, Լիլիթ։ Մի ստիպիր ինձ տեսարան սարքել։ Լիլիթը սառը նայեց նրան։ Ախ, սիրելիս։ Տեսարանն արդեն տեղի է ունենում։ Թե։ Կարծում ես, ոչ ոք չի նկատել, որ դու տարվա ամենակարևոր միջոցառմանը բերել ես ցածր կարգի մի օգնականի։ Բոլորը խոսում են։ Անահիտը զգաց, որ արցունքներն այրում են իր աչքերը, բայց թույլ չտվեց, որ դրանք թափվեն։ Այդ հաճույքը չէր պատճառի այդ կնոջը։ Ներողություն, ասաց նա, ազատվելով Դավիթից քայլելով դեպի լոգասենյակ։ Փակվեց խցիկներից մեկում, փորձելով զսպել շնչառությունը։ Գիտեր, որ դժվար է լինելու, բայց չէր պատկերացնում, որ այսքան նվաստացուցիչ։ Լսեց, թե ինչպես բացվեց լոգասենյակի դուռը, կանանց ցածր ձայներ։ Տեսա՞ր։ Դավիթ Կարապետյանը բերել է այն աղջկան, մի ոչնչություն։ Լսել եմ, որ նա իր ընկերությունում է աշխատում։ Հավանաբար օգտվել է իրավիճակից։ Լիլիթը կատաղած է։ Նրանք նշանված էին, գիտեիր։ Նրա ընտանիքին է պատկանում հոլդինգի 40%-ը։ Պատկերացրու սկանդալը, երբ սա հայտնի դառնա։ Կարապետյանները նոպայի մեջ կընկնեն։ Անահիտը սպասեց, մինչ ձայները հեռացան։ Երբ դուրս եկավ խցիկից, տեսավ Դավիթին կանանց լոգասենյակի դռան մոտ կանգնած, անտեսելով ցնցված հայացքները։ Գնացինք այստեղից, ասաց նա։ Դավիթ, դու չես կարող հեռանալ քո իսկ միջոցառումից։ Կարող եմ կհեռանամ։ Այս վայրը խեղդում է ինձ։ Նրանք հեռացան սրահից հարյուրավոր մարդկանց հայացքների ներքո։ Մեքենայում լռությունը ծանր էր։ Անահիտը նայում էր պատուհանից, քաղաքի լույսերն անցնում էին աղոտ, վերջապես թափվող արցունքների պատճառով։ Ո՞վ է Լիլիթը, հարցրեց նա վերջապես։ Դավիթը խորը հոգոց հանեց։ Իմ նախկին նշանածը։ Անահիտը շրջվեց, որ նայի նրան։ Նախկին նշանածը։ Դու պատրաստվում էիր ամուսնանալ նրա հետ։ Դա ընտանիքների միջ պայմանավորվածություն էր։ Մեր հայրերը գործընկերներ էին։ Երբ իմ ծնողները մահացան, տրամաբանական էր պաշտոնապես միավորել ընկերությունները։ Ես Լիլիթին ամուսնության առաջարկ արեցի 2 տարի առաջ։ Իսկ ինչ պատահեց։ Ես հասկացա, որ չեմ սիրում նրան։ Որ երբեք չեմ սիրել։ Ամեն ինչ ռազմավարություն էր, բիզնես։ Ես խզեցի նշանադրությունը այն ամանորյա երեկույթից 6 ամիս առաջ։ Անահիտը մարսեց տեղեկությունը։ Նա դեռ սիրում է քեզ։ Նա սիրում է այն, ինչ ես ներկայացնում եմ։ Իշխանություն, փող, կարգավիճակ։ Իրականում չի ճանաչում ինձ։
Երբեք չի ճանաչել։ Իսկ նրա ընտանիքը բարդ է։ Նրա հայրը Ավգուստ Ավետիսյանը ավանգարդի երկրորդ խոշորագույն բաժնետերն է։ Նա լավ չընդունեց խզումը։ Ճնշում է գործադրում խորհրդի վրա, որ ինձ հեռացնեն նախագահի պաշտոնից։ Անահիտը զգաց այդ բացահայտման ծանրությունը։ Եվ ես հենց նոր ամեն ինչ ավելի վատթարացրի, այնպես չէ՞։ Հայտնվելով հղի կրտսեր օգնականի հետ։ Դավիթը կայանեց մեքենան իրենց շենքի դիմաց, անջատեց շարժիչը, շրջվեց, որ նայի նրան։ Դու ոչինչ չես վատթարացրել, Անահիտ։ Իմ կյանքն արդեն բարդ էր քեզնից առաջ։ Բայց գիտես ինչն է փոխվել։ Տարիների մեջ առաջին անգամ ես իրական մի բան ունեմ։ Մի բան, որը ռազմավարություն կամ արտաքին տեսք չէ։ Երեխան։ Դու, ասաց նա, նրա աչքերի լարվածությունը ստիպեց Անահիտի սրտին արագ բաբախել։ Դու կյանք բերեցիր այդ սառը պենթհաուս։ Դու մայրդ այդ վայրը վերածեցիք մի բանի, որը տան տպավորություն է թողնում։ Առաջին անգամ ես տուն եմ գալիս, ուզում եմ այնտեղ լինել։ Դա միայն պատասխանատվություն չէ, Անահիտ։ Դրանից ավելին է։ Անահիտը զգաց, որ շունչը կտրվում է։ Դավիթ։ Ես գիտեմ, որ մենք դեռ լավ չենք ճանաչում միմյանց։ Ես գիտեմ, որ դու վախենում ես ընտելանալ այս կյանքին։ Բայց ինձ մի հնարավորություն տուր։ Քեզ իսկապես ճանաչելու։ Իրական ինչ-որ բան կառուցելու։ Անահիտը նայեց այն մարդուն, ով մի քանի շաբաթ առաջ ընդամենը անցյալի սխալ էր, տեսավ մի բան, որը չէր սպասում տեսնել։ Խոցելիություն։ Անկեղծություն։ Փորձելու անկեղծ ցանկություն։ Մի հնարավորություն, շշնջաց նա։ Բայց դանդաղ։ Օր առ օր։ Դավիթը ժպտաց, դա ամենագեղեցիկ ժպիտն էր, որ Անահիտը երբե տեսել էր։ Օր առ օր, համաձայնեց նա։ Նրանք ձեռք ձեռքի տված բարձրացան պենթհաուս։ Տիկին Սոնան հյուրասենյակում սպասում էր, ուղղակի նայեց նրանց միահյուսված մատներին ու ժպտաց։ Ոչինչ չասաց։ Կարիք չկար։ Այդ գիշեր Անահիտը պառկեց իր հսկայական մահճակալին, նայելով առաստաղին։ Ձեռքը տարավ որովայնին, զգալով փոքրիկ կորությունը, որը սկսում էր ձավորվել։ Հայրիկդ բարդ մարդ է, շշնջաց նա երեխային։ Բայց կարծում եմ, նա փորձում է։ Եվ ես էլ կփորձեմ։ Քեզ համար։ Մեզ համար։ Բայց մինչ Անահիտն իրեն թույլ էր տալիս հույս ունենալ, մինչ Դավիթը պառկում էր իր սենյակում, առաջին անգամ խաղաղությանը նման մի բան զգալով, Լիլիթ Ավետիսյանն իր շքեղ բնակարանում դավադրություն էր հյուսում։ Նա չէր կորցնի Դավիթին մի ոչնչության պատճառով։ Չէր կորցնի այն կայսրությունը, որը պետք է իրենը լիներ։ Եվ եթե պետք լիներ ոչնչացնել Անահիտ Սարգսյանին, վերադարձնելու համար այն, ինչն իրենն էր իրավամբ, նա դա կաներ։ Առանց վարանելու։ Առանց խղճի խայթի։ Պատերազմը նոր էր սկսվում։ Եվ Անահիտը, անմեղ ու սիրահարված, գաղափար անգամ չուներ, թե ինչ էր սպասվում։ Հաջորդ շաբաթները հույզերի իսկական հորցանուտ էին։ Դավիթը սկսեց ավելի շուտ տուն գալ, չեղարկելով երեկոյան հանդիպումները, որպեսզի ընտրի Անահիտի տիկին Սոնայի հետ։ Նրանք միասին ֆիլմեր էին դիտում, զրուցում ամեն ինչի ոչնչի մասին, կամաց-կամաց պենթհաուսը դադարեց լինել պարզապես ապաստան դարձավ իսկական տուն։ Անահիտը բացահայտեց, որ Դավիթն ուներ չոր հումորի զգացում, որը ստիպում էր իրեն ծիծաղել ամենաանսպասելի պահերին։ Բացահայտեց, որ նա դաշնամուր է նվագում, մորից մնացած ժառանգություն, որ անքուն գիշերներին նա մելանխոլիկ մեղեդիներ է նվագում, որոնք արձագանքում են պենթհաուսում։ Բացահայտեց, որ նա վախենում է ամպրոպից, մանկության տրավմա, որը նա երբեք ոչ ոքի հետ չէր կիսել։ Իսկ Դավիթը բացահայտեց Անահիտին։ Բացահայտեց, որ նա ջորիի պես համառ է, երբ ինչ-որ բանի հավատում է, որ ունի վարակիչ ծիծաղ, որը լուսավորում է ցանկացած միջավայր, որ աներակայելի խելացի է, չնայած երբեք չի ունեցել այն հնարավորությունները, որոնք ինքն է ունեցել։ Բացահայտեց, որ նա երգում է ցնցուղի տակ, որ սիրում է դետեկտիվ գրքեր, որ լաց է լինում շների մասին գովազդներ դիտելիս։ Անահիտի փորիկը մեծանում էր, դրա հետ միասին ինչ-որ բան էր աճում նրանց երկուսի մեջ։ Դա դեռ սեր չէր, ոչ այնպես, ինչպես հեռուստասերիալներն էին ցույց տալիս։ Դա ավելի խորն էր, ավելի իրական։ Դա գործընկերություն էր։ Հարգանք էր։ Դա մի բանի սկիզբն էր, որը կարող էր վերածվել իսկական սիրո, եթե նրանք ժամանակ ունենային։
Բայց ժամանակը հենց այն էր, ինչ Լիլիթ Ավետիսյանը չէր պատրաստվում նրանց տալ։ Ամեն ինչ սկսվեց նրբորեն։ Հոդվածներ Բամբասանքի բլոգներում Դավիթ Կարապետյանի նրա խորհրդավոր նոր ուղեկցուհու մասին։ Նրանց լուսանկարները Պենթհաուս մտնելիս դուրս գալիս։ Ենթադրություններ Անահիտի ինքնության մասին, թե ինչպես է մի հասարակ օգնականը գրավել Երանի ամենացանկալի մագնատին։ Դավիթը փորձում էր պաշտպանել Անահիտին այդ նորություններից, բայց դա անհնար էր։ Մի օր, աշխատանքի գալով, նա նկատեց գործընկերների տարբեր հայացքները։ Շշուկները, որոնք դադարում էին, երբ նա անցնում էր։ Մյուս օգնականների ողջույնի սառնությունը։ Ճաշի ժամին մի գործընկերուհի, որը նախկինում բարեհամբույր էր, նստեց նրա կողքին ճաշարանում։ «Անահիտ, ճիշտ է, որ դու Դավիթ Կարապետյանի հետ ես ապրում», հարցրեց նա, աչքերը փայլելով չարամիտ հետաքրքրասիրությունից։ «Դա քո գործը չէ», պատասխանեց Անահիտը, փորձելով հանգստություն պահպանել։ Ուրեմն ճիշտ է։ Վայ, դու լավ ես աշխատել, հա։ Որսացիր մեծ ձկանը։ Անահիտը զգաց, որ արյունը եռում է։ Ես ոչ ոքի չեմ որսացել։ Եվ առաջարկում եմ, որ քո սեփական կյանքով զբաղվես։ Բայց մեկնաբանությունները չդադարեցին։ Դրանք բազմապատկվեցին։ Անահիտը սկսեց արամարական հայացքներ ստանալ վերելակում, քողարկված կատակներ ժողովներում, մեկնաբանություններ այն մասին, թե ինչպես են որոշ մարդիկ կարճ ճանապարհներ օգտագործում կյանքում առաջ գնալու համար։ Դավիթը նկատեց նրա մեջ փոփոխությունը։ Անահիտն ավելի լռակյաց էր դարձել, ավելի փակ։ Նա սկսեց խուսափել նրա հետ միջոցառումների գնալուց, նախընտրելով տանը մնալ տիկին Սոնայի հետ։ «Դու պետք է ինձ պատմես, թե ինչ է կատարվում», ասաց Դավիթը մի գիշեր, գտնելով նրան լուռ լաց լինելիս Կախովի այգում։ Անահիտն արագ սրբեց արցունքները։ «Ոչինչ։ Լավ եմ։ Ուղղակի հորմոններն են։ Անահիտ, մի ստիր ինձ»։ Նա խորը հոգոց հանեց։ «Աշխատավայրում մարդիկ խոսում են։ Ասում են, որ ես օգտվել եմ քեզնից, որ հղիացել եմ լավ կյանք ապահովելու համար։ Սարսափելի բաներ են ասում, Դավիթ»։ Նա բռունցքները սեղմեց, ծնոտը լարվեց։ «Վաղը կգնամ այնտեղ, ոչ», ընդհատեց Անահիտը։ «Դու չես կարող դա անել։ Դա միայն կվատթարացնի իրավիճակը։ Ես էլ ավելի խոցելի կթվամ, էլ ավելի կախված քեզնից։ Ուրեմն ինչ ես ուզում, որ անեմ։ Ձեռքերս ծալած նստեմ, մինչ քեզ նվաստացնում են։ Ուզում եմ, որ վստահես ինձ։ Որ թույլ տաս ես լուծեմ սա իմ ձով»։ Դավիթը նրան գրկեց, Անահիտն իրեն ապահով զգաց այնտեղ, նրա գրկում, լսելով նրա սրտի արագացած բաբախյունը իր ականջի մոտ։ «Ես վստահում եմ քեզ», շշնջաց նա։ «Բայց թույլ չեմ տա, որ որևէ մեկը քեզ վնասի։ Նույնիսկ եթե ստիպված լինեմ գնել ամբողջ ընկերությունը»։ Անահիտը ծիծաղեց արցունքների միջից։ «Դու չես կարող ամեն ինչ լուծել փողով, Դավիթ»։ «Կարող եմ փորձել», պատասխանեց նա, նրա ձայնում հումորի նոտա կար, որը ստիպեց նրան ժպտալ։ Բայց մինչ նրանք գրկախառնված էին այգում, չգիտեին, որ ամենավատը դեռ առջում էր։ 2 օր անց Անահիտին կանչեցին կադրերի բաժին։ Ղեկավարը, խիստ արտահայտությամբ միջին տարիքի մի կին, աթոռ ցույց տվեց։ «Տիկին Սարգսյան, մենք մի քանի բողոք ենք ստացել ձեր մասնագիտական վարքի վերաբերյալ»։ Անահիտը լայն բացեց աչքերը։ «Ինչ տեսակի բողոքներ։ Կամ պնդումներ, որ դուք օգտագործում եք ձեր մտերմությունը պարոն Կարապետյանի հետ անհարկի առավելություններ ստանալու համար։ Որոշ գործընկերուհիներ հայտնել են, որ իրենց ճնշված են զգում, ստիպված լինելով ստանձնել ձեր պարտականությունները, մինչ դուք հաճախ բացակայում եք։ Ես ընդամենը 2 անգամ եմ բացակայել բժշկական այցելությունների համար։ Տեղեկանքներն ունեմ։ Հասկանում եմ։ Բայց կան հարցեր ձեր արտադրողականության վերաբերյալ։ Մենք քննարկում ենք ձեզ այլ բաժին տեղափոխելու հարցը»։ Անահիտը զգաց, որ հատակը փլվում է իր ոտքերի տակ։ «Տեղափոխել։ Բայց ես միշտ կատարել եմ իմ ժամկետները, երբեք խնդիրներ չեմ ունեցել իմ աշխատանքի հետ»։ Ղեկավարը ուղղեց ակնոցը, հայացքը սառն էր։ «Տիկին Սարգսյան, դուք պետք է հասկանաք, որ ձեր ներկայիս իրավիճակը անհարմար միջավայր է ստեղծում ձեր գործընկերների համար։ Բոլորի համար ավելի լավ կլինի, որ դուք տեղափոխվեք»։ Անահիտը դուրս եկավ այդ սենյակից, դողալով զայրույթից նվաստացումից։
Անմիջապես չպատմեց Դավիթին, վախենալով, որ նա կտրուկ քայլերի կդիմի։ Բայց տեղափոխության լուրը արագ տարածվեց։ Եվ դրա հետ միասին ավելի շատ բամբասանքներ, ավելի շատ հայացքներ, ավելի շատ դատապարտումներ։ Տիկին Սոնան առաջինը նկատեց, որ ինչ-որ բան շատ սխալ է։ Անահիտը նիհարում էր, չնայած մեծացող փորիկին, լավ չէր քնում, անընդհատ լարված էր։ Աղջիկս, սա լավ չէ ոչ քեզ, ոչ էլ երեխայի համար, ասաց Սոնան մի երեկո, բռնելով դստեր ձեռքերը։ Դու պետք է թողնես այդ աշխատանքը։ Չեմ կարող, մամ։ Եթե թողնեմ, կթվա, թե օգտվում եմ Դավիթից։ Կասեն, որ հենց դա էի ուզում ի սկզբանե։ Իսկ երբ վանից է քեզ հետաքրքրում, թե ուրիշներն ինչ են մտածում։ Այն օրվանից, երբ հասկացա, որ աշխարհը դատում է ամեն ինչ։ Հատկապես ինձ նման կանանց, որոնք համարձակվում են լինել այնտեղ, որտեղ իրենց կարծիքով մենք արժանի չենք լինելու։ Հենց այդ գիշեր ամեն ինչ փլուզվեց։ Անահիտը մենակ էր պենթհաուսում։ Դավիթը շտապ հանդիպում ուներ, որը պետք է ուշ տեր, իսկ տիկին Սոնան գնացել էր ընկերուհուն այցելելու։ Նա խոհանոցում թեյ էր խմում, երբ դռան զանգը հնչեց։ Ինտերկոմով դռնապանը հայտնեց, որ շտապ առաքում կա։ Անահիտը թույլ տվեց բարձրանալ, մտածելով, որ ինչ-որ աշխատանքային փաստաթուղթ է։ Բայց երբ բացեց դուռը, այնտեղ կանգնած էր Լիլիթ Ավետիսյանը, անթերի սպիտակ կոստյումով, ձեռքին կաշվե թղթապանակ։ Ողջույն, Անահիտ։ Կարող ենք խոսել։ Անահիտը վարանեց, բայց նրա դաստիարակությունը հաղթեց։ Իհարկե։ Ներս մտիր։ Լիլիթը քայլեց պենթհաուսով այնպիսի հարազատությամբ, կարծես արդեն ծանոթ էր յուրաքանչյուր անկյանը։ Նստեց բազմոցին, կարծես իր տանը լիներ։ Տարբեր ես ձավորել։ Դավիթը երբեք չի սիրել շատ իրեր միջավայրում։ Հետաքրքիր է տեսնել, որ քեզ համար զիջել է։ Ինչ ես ուզում, Լիլիթ։ Ուղղակի։ Սիրում եմ դա։ Լիլիթը բացեց թղթապանակը, մի քանի փաստաթուղթ հանեց։ Ուզում եմ քեզ հետ գործարք կնքել։ Անահիտը խաչեց ձեռքերը, կասկածամտորեն։ Ինչ տեսակի գործարք։ Առատաձեռն։ 500 միլիոն դրամ։ Փոխանցված օֆշորային հաշվի, լիովին անձեռնմխելի։ Փոխարենը դու դուրս ես գալիս Դավիթի կյանքից։ Անհետանում ես։ Երեխային ունենում ես այստեղից հեռու, իսկ մենք իրավական մասով հետո կզբաղվենք։ Անահիտը զգաց, կարծես ապտակ ստացավ։ Դու փորձում ես ինձ գնել։ Ես արժանապատիվ ելք եմ առաջարկում։ Տես, Անահիտ, ես հասկանում եմ։ Դու մեծացել ես առանց ոչնչի, տեսել ես հնարավորություն կառչել դրանից։ Դրա համար քեզ չեմ դատում։ Բայց դու պետք է հասկանաս, որ այս աշխարհին չես պատկանում։ Դավիթը պարտականություններ ունի, պահպանելու ընտանիք, բավարարելու բաժնետերերին։ Դու շեղող հանգամանք ես։ Բարդություն։ Դուրս արի իմ տնից, ասաց Անահիտը, ձայնը դողալով զայրույթից։ Քո տնից, Լիլիթը ծիծաղեց։ Սիրելիս, սա երբեք քո տունը չի լինի։ Դու ժամանակավոր այցելու ես։ Եվ որքան ուշ հասկանաս դա, այնքան ավելի շատ կտառապես։ Ես ասացի, դուրս արի։ Լիլիթը հանգիստ ոտքի կանգնեց, փաստաթղթերը դնելով տեղը։ Լավ մտածիր, Անահիտ։ 500 միլիոնը հարմարավետ կյանք կապահովի քեզ, մորթ երեխայիդ համար։ Դուք այլս երբեք փողի մասին անհանգստանալու կարիք չեք ունենա։ Կարող ես նորից սովորել, ունենալ այն կյանքը, որի մասին միշտ երազել ես։ Հեռու ուշադրության կենտրոնից, հեռու դատապարտումից։ Սա եզակի առաջարկ է։ Ես Դավիթի հետ փողի համար չեմ։ Ապա ինչի համար։ Սիրո Լիլիթը արհամարանքով ծիծաղեց։ Սիրելիս, Դավիթ Կարապետյանը սիրել չգիտի։ Նա գիտի բիզնես անել։ Վերահսկել։ Մանիպուլացնել։ Նա քեզ հետ է, որովհետև դու կրում ես նրա ժառանգորդին։ Հենց որ երեխան ծնվի, նա կպայքարի խնամակալության համար։ Քեզնից ամեն ինչ կխլի։ Եվ դու մի հասարակ օգնական, առանց լավագույն փաստաբաններին վարձելու միջոցների, կպարտվես։ Անահիտը զգաց, որ խուճապը սկսում է իրեն տիրել, բայց հրաժարվեց թուլություն ցուցաբերել։ Դու ինձ չես ճանաչում։ Չգիտես, թե ինչի եմ ընդունակ։ Բավականաչափ գիտեմ։ Գիտեմ, որ քեզ մեկուսացնում են աշխատավայրում։
Գիտեմ կադրերի բաժնի բողոքների մասին։ Գիտեմ, որ փաստաթղթավորում են քո ամեն քայլը, գործ սարքելով ցույց տալու համար, որ դու անկայուն ես, մանիպուլյատոր, շահամոլ։ Երբ Դավիթը որոշի, որ այլս քո կարիքը չունի, նա կունենա մի կույտ ապացույց, որ դու պատշաճ մայր չես։ Լիլիթի խոսքերը հարվածեցին հենց Անահիտի թույլ կետին։ Նրա բոլոր վախերը, բոլոր անվստահությունները, ամեն ինչ դուրս եկավ մակերես։ Հիմա դուրս արի, նախքան անվտանգությանը կկանչեմ։ Լիլիթը քայլեց դեպի դուռը, բայց դուրս գալուց առաջ վերջին անգամ շրջվեց։ Առաջարկը ուժի մեջ է 48 ժամ։ Դրանից հետո ամեն ինչ շատ ավելի դժվար կլինի քեզ համար։ Մտածիր քո երեխայի մասին, Անահիտ։ Մտածիր, թե որն է լավագույնը նրա համար։ Երբ դուռը փակվեց, Անահիտը փլվեց հատակին, հեկեկոցները ցնցում էին նրա մարմինը։ Լիլիթի բոլոր խոսքերն արձագանքում էին նրա մտքում։ Եվ ամենավատն այն էր, որ նրա մի մասը հավատում էր։ Նրա մի մասը միշտ գիտեր, որ այդ աշխարհին չի պատկանում։ Որ ժամանակի հարց է, մինչ Դավիթը նույնը հասկանա։ Հենց այդպես էլ Դավիթը գտավ նրան 2 ժամ անց, դեռս հյուրասենյակի հատակին, գրկած սեփական ծնկները։ Անահիտ։ Ինչ է պատահել, նա ծնկի իջավ նրա կողքին, խուճապը ակնհայտ էր նրա ձայնում։ Նա այստեղ էր, ասաց Անահիտը հեկեկոցների միջից։ Լիլիթը։ Նա ինձ փող առաջարկեց, որ հեռանամ։ Դավիթը գունատվեց։ Որքան։ 500 միլիոն։ Նա փակեց աչքերը, խորը շունչ քաշելով զայրույթը զսպելու համար։ Իսկ դու ինչ ասացիր։ Անահիտը նայեց նրան արցունքների միջից։ Իսկապես կարծում ես, որ ես կքննարկեի դա։ Չգիտեմ, Անահիտ։ Ես այլս ոչինչ չգիտեմ, խոստովանեց նա, ձեռքերը տանելով դեմքին։ Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում քո գլխում, թե դու իրականում ինչ ես ուզում։ Երբեմն թվում է, թե դու այստեղ ես, ինձ հետ, ինչ-որ բան կառուցում ես։ Այլ դեպքերում թվում է, թե հազիվ ես դիմանում ինձ հետ նույն միջավայրում լինելուն։ Որովհետև ես վախենում եմ, պայթեց Անահիտը։ Վախենում եմ ընտելանալ այս ամենին մի օր արթնանալ ու այլս ոչինչ չունենալ։ Վախենում եմ սիրել քեզ, իսկ դու ինձ օգտագործես, ինչպես բոլորն են ասում, որ կանես։ Վախենում եմ կորցնել իմ երեխային, բավականաչափ լավը չլինել, այս աշխարհին չպատկանել։ Դավիթը նրան իր գիրկն առավ, ամուր բռնելով։ Կարծում ես, ես չեմ վախենում։ Կարծում ես, սա ինձ համար հեշտ է։ Անահիտ, ես ամբողջ կյանքում վերահսկել եմ ամեն ինչ, պլանավորել ամեն քայլ։ Եվ հետո դու հայտնվում ես ու խառնում ամեն ինչ։ Դու ինձ ստիպում ես զգալ բաներ, որոնց հետ չգիտեմ ինչպես վարվել։ Ստիպում ես ինձ ավելի լավը լինելու ցանկություն ունենալ։ Ստիպում ես ինձ իսկական ընտանիք ունենալու ցանկություն ունենալ, ոչ թե պարզապես ժառանգորդ բիզնեսը շարունակելու համար։ Անահիտը հեռացավ, որ նայի նրա աչքերին։ Ուրեմն ասա ինձ։ Ինչ ես զգում իմ հանդեպ։ Իրականում։ Դավիթը նրա դեմքը բռնեց ձեռքերի մեջ։ Չգիտեմ, դա արդեն սեր է։ Բայց գիտեմ, որ երբ արթնանում եմ, առաջին բանը, որի մասին մտածում եմ, այն է, թե արդյոք դու լավ ես քնել։ Գիտեմ, որ երբ ձանձրալի հանդիպման եմ, մտածում եմ, թե դու ինչ ես անում։ Գիտեմ, որ երբ լսում եմ քո ծիծաղը, իմ մեջ ինչ-որ բան հանգստանում է։ Գիտեմ, որ քո հեռանալու գաղափարն ինձ ավելի շատ է սարսափեցնում, քան այն ամենը կորցնելը, ինչ կառուցել եմ։ Իսկ երեխան։ Դու կփորձես նրան ինձնից խլել։ Երբեք։ Անահիտ, այս երեխան մերն է։ Մերը։ Ոչ իմը, ոչ քոնը։ Մերը։ Մենք նրան միասին կմեծացնենք, որոշումները միասին կկայացնենք։ Ես քեզնից ոչինչ խլել չեմ ուզում։ Ուզում եմ ամեն ինչ քեզ հետ կառուցել։ Իսկ Լիլիթը։ Իսկ բաժնետերերը։ Իսկ բոլորը, ովքեր կարծում են, որ ես բավականաչափ լավը չեմ։ Թքած բոլորի վրա։ Անահիտ, եթե ես ստիպված լինեմ ընտրել քո այս աշխարհում որևէ այլ բանի մեջ, ես կընտրեմ քեզ։ Միշտ։ Անահիտը ուզում էր հավատալ։ Այնքան էր ուզում հավատալ։ Բայց վախը շատ ուժեղ էր։ Լիլիթի խոսքերը կասկածի սերմեր էին ցանել, որոնք այժմ անվերահսկելիորեն աճում էին։ Ինձ ժամանակ է պետք, ասաց նա վերջապես։ Պետք է մտածեմ։ Դավիթը գլխով արեց, բայց նա տեսավ ցավը նրա աչքերում։
Որքան ժամանակ։ Չգիտեմ։ Ուղղակի։ Ինձ տարածք տուր։ Այդ գիշեր Անահիտը մենակ պառկեց իր սենյակում, ձեռքը որովայնին, առաջին անգամ զգալով երեխայի շարժը։ Դա տարօրինակ, կախարդական, սարսափելի զգացողություն էր։ Նրա ներսում կյանք կար, որը կախված էր իրենից, ճիշտ որոշումներ կայացնելու համար։ Ներիր ինձ, փոքրիկս, շշնջաց նա։ Մայրիկդ շփոթված է։ Բայց խոստանում եմ, որ կանեմ այն, ինչը լավագույնն է քեզ համար։ Նույնիսկ եթե դա ինձ ոչնչացնի։ Եվ մինչ Անահիտը պայքարում էր իր ներքին դերի դեմ, Լիլիթը ժպտում էր իր բնակարանում, գող։ Կասկածի սերմը ցանված էր։ Հիմա մնում էր սպասել, որ այն ծլի ոչնչացնի ամեն ինչ ներսից։ Բայց այն, ինչ նրանցից ոչ մեկը չգիտեր, այն էր, որ Դավիթն այն մարդը չէր, ինչ նախկինում էր։ Այն մարդը, որը խաղում էր կորպորատիվ կանոններով, որը հաշվարկում էր ամեն քայլ։ Անահիտը նրան փոխել էր։ Եվ երբ նա կբացահայտեր, թե որքան հեռու է պատրաստ գնալ Լիլիթը, երբ կբացահայտեր, որ իր սիրելի կինը տառապում է մանիպուլյացիաների ստերի պատճառով, նա չէր վարանի։ Նա կաներ այն, ինչ անհրաժեշտ էր իր ընտանիքը պաշտպանելու համար։ Որովհետև ընտանիքն այլևս պարզապես վերացական հասկացություն չէր Դավիթ Կարապետյանի համար։ Ընտանիքը Անահիտն էր, որը քնում էր բազմոցին կարդալիս։ Տիկին Սոնան էր, որը երգում էր եփելիս։ Երեխան էր, որն աճում էր այն կնոջ որովայնում, ում նա սովորում էր սիրել։ Եվ ոչ ոք, բացարձակապես ոչ ոք, չէր սպառնա իր ընտանիքին առանց հետանքների։ Փոթորիկը հասունանում էր։ Եվ երբ այն վերջապես պայթեր, կփոխեր ամեն ինչ ընդմիշտ։ Հաջորդ օրերը Պենթհաուսում նշանավորվեցին ծանր լռությամբ։ Անահիտն ու Դավիթը պտտվում էին միմյանց շուրջը, ինչպես մոլորակներ, որոնց ուղեծրերը երբեք չեն հատվում։ Նա վաղ էր գնում, ուշ վերադառնում։ Նա օրերն անցկացնում էր տիկին Սոնայի հետ, ով նկատում էր լարվածությունը, բայց գիտեր, որ որոշ մարդեր պետք է մենակ մղվեն։ Ուրբաթ առավոտյան ամեն ինչ հասավ իր գագաթնակետին։ Անահիտն արթնացավ սովորականից ավելի ուժեղ սրտխառնոցով։ Երբ հասավ խոհանոց, սեղանին մի ծրար գտավ։ Ներսում, տասնյակ էջերով մի փաստաթուղթ։ Վերում մեծ տառերով, ծնողական խնամակալության պատասխանատվության պայմանագիր։ Անահիտը նստեց, ձեռքերը դողում էին, մինչ կարդում էր։ Փաստաթուղթը, որը պատրաստել էին Դավիթի փաստաբանները, սահմանում էր երեխայի խնամակալության պայմանները։ Կային կետեր այցելությունների, ալիմենտի, կրթության մասին։ Եվ այնտեղ 15-րդ էջում մի տող, որը ստիպեց Անահիտի աշխարհը փլուզվել։ Վեճի դեպքում միանձնյա խնամակալությունը կմնա հորը, եթե ապացուցվի ֆինանսական հուզական գերակայունություն։ Լիլիթի խոսքերը վերադարձան ամբողջ ուժով։ Նա քեզնից ամեն ինչ կխլի։ Դու կպարտվես։ Անահիտը չսպասեց։ Չբախվեց Դավիթի հետ։ Բացատրություններ չպահանջեց։ Վախը տիրեց ողջ բանականությանը։ Նա վազելով բարձրացավ սենյակ, վերցրեց մի ճամպրուկ, մեջը գցեց մի քանի հագուստ, փաստաթղթեր, պահած գումարը։ Մահճակալի վրա մի պարզ գրություն թողեց։ Ներիր ինձ։ Ես չեմ կարող սա անել։ Տիկին Սոնան կախովի այգում էր, երբ Անահիտը վազելով անցավ հյուրասենյակով։ Անահիտ։ Ո՞ր ես գնում։ Պետք է հեռանամ այստեղից, մամ։ Պետք է պաշտպանեմ իմ երեխային։ Աղջիկս, սպասիր։ Եկ խոսենք այս մասին։ Բայց Անահիտն արդեն վերելակում էր, դռները փակվում էին։ Արցունքները հոսում էին դեմքով։ Նա լավ չէր մտածում, պարզապես զգում էր։ Զգում էր վախ, դավաճանություն, հուսահատություն։ Պետք էր փախչել, քանի դեռ ուշ չէր։ Տաքսիով գնաց Կիլիկիա ավտոկայան։ Տոմս գնեց դեպի Լոռու մարզ, այն քաղաքը, որտեղ մի հեռու մորաքույր էր ապրում։ Ցանկացած վայր, հեռու Երանից, հեռու Դավիթից, հեռու այն աշխարհից, որը երբեք իրենը չէր եղել։ Ավտոբուսը պետք է մեկներ 40 րոպեից։ Անահիտը նստեց սպասասրահի անհարմար նստարաններին, գրկած իր ճամպրուկը, փորձելով զսպել հեկեկոցները։ Նրա շուրջը մարդիկ գալիս գնում էին, ընտանիքներ հրաժեշտ տալիս, հոգնած ճանապարհորդներ քնում պլաստիկ աթոռներին։ Ոչ ոք չէր նկատում լուռ լացող հղի կնոջը, որի սիրտը 1000 կտոր էր եղել։ Մինույն ժամանակ Պենթհաուսում Դավիթը սովորականից շուտ եկավ գրասենյակից։ Նա կարողացել էր շուտ ավարտել հանդիպումները, որովհետև պլանավորել էր ինչ-որ հատուկ բան անել։
Բաճկոնի գրպանում մի փոքրիկ թավշյա տուփ կար։ Ներսում մատանի։ Ոչ թե շքեղ ադամանդե մատանի, այլ ինչ-որ պարզ, էլեգանտ բան, զմրուխտե քարով, որը հիշեցնում էր Անահիտի աչքերը, երբ նա ծիծաղում էր։ Նա ամբողջ շաբաթը պլանավորել էր։ Հատուկ ընթրիքը, խոսքերը, որ պետք է ասեր, առաջարկը, որ պետք է աներ։ Ոչ թե պայմանագիր, ոչ թե համաձայնություն։ Իսկական առաջարկ, որ նա մնա, ոչ թե պարտականությունից ելնելով, այլ որովհետև նրանք իրական ինչ-որ բան էին կառուցում։ Մի բան, որի համար արժեր պայքարել։ Բայց երբ նա մտավ Պենթհաուս, գտավ տիկին Սոնային կարմրած աչքերով, Անահիտի գրությունը ձեռքերում։ Նա գնացել է, ասաց Սոնան, կոտրված ձայնով։ Նա տեսել է պայմանագիրը, կարծում է, որ դու պատրաստվում ես խլել երեխային նրանից։ Դավիթը գունատվեց։ Ինչ պայմանագիր։ Սոնան ցույց տվեց փաստաթուղթը։ Դավիթը վերցրեց այն, արագ կարդաց, զգաց, որ զայրույթը եռում է։ Ես սա չեմ խնդրել։ Ես փաստաբաններին հանձնարարել էի պատրաստել փաստաթուղթ համատեղ խնամակալության, հավասար իրավունքների մասին։ Նրանք սա արել են առանց իմ թույլտվության։ Եվ հետո նա հասկացավ։ Լիլիթը։ Նա մուտք ուներ փաստաբանական գրասենյակ հոր միջոցով։ Նա փոխել էր փաստաթուղթը, այնտեղ դրել հենց այն, ինչը գիտեր, որ կստիպի Անահիտին փախչել։ Դավիթը ժամանակ չկորցրեց։ Վերցրեց մեքենայի բանալիները, նույնիսկ չփորձեց հագուստը փոխել։ Սոնան բղավեց նրա հետից։ Նա գնացել է Կիլիկիա ավտոկայան։ Դավիթը սլացավ Երանի փողոցներով, անցնելով դեղին լույսերի տակով, ազդանշան տալով հետիոտներին, սիրտը բաբախում էր։ Չէր կարող կորցնել նրան։ Ոչ հիմա։ Ոչ այն ժամանակ, երբ վերջապես հասկանում էր, թե ինչ է նա նշանակում իր համար։ Սեր։ Դա սեր էր։ Ոչ թե հեքիաթային տարբերակը, այլ իրական, խառնաշփոթ, սարսափելի տարբերակը։ Այնպիսի սեր, որը ստիպում է քեզ ավելի լավը լինել, որը ստիպում է քեզ վախենալ կորցնելուց, որը ստիպում է քեզ ուրբաթ երեկոյան Երանի խցանումների միջով վազել սիրահարված խելագարի պես։ Անահիտը կարամատույցում էր, երբ լսեց։ Մի ճիչ, որը կտրեց շարժիչների, խոսակցությունների, հրաժեշտների աղմուկը։ Անահիտ։ Նա շրջվեց, տեսավ նրան։ Դավիթ Կարապետյան, միջազգային ընկերության գործադիր տնօրեն, վազում էր ավտոկայանով, կարծես կյանքը դրանից կախված լիներ։ Բաճկոնը բաց, փողկապը ծուռ, մազերը խառնված։ Նա կանգնեց նրանից մի քանի մետր հեռավորության վրա, շնչասպառ, ձեռքերը ծնկներին, փորձելով շունչը տեղը բերել։ Մի գնա, կարողացավ ասել նա շնչառությունների մեջ։ Անահիտը սեղմեց ճամպրուկի բռնակը։ Ես տեսա պայմանագիրը, Դավիթ։ Ես գիտեմ, թե ինչ ես պլանավորում։ Նա մոտեցավ դանդաղ, կարծես նա վախեցած կենդանի լիներ, որը կարող էր ցանկացած պահի փախչել։ Դա այն պայմանագիրը չէր, որը ես էի խնդրել։ Լիլիթն է փոխել։ Նա մանիպուլացրել է ամեն ինչ։ Ինչպես իմանամ, որ դա հերթական սուտը չէ։ Դավիթը բաճկոնի ներքին գրպանից հանեց ծրարը։ Այն այժմ ճմրթված էր, բայց դեռ ընթեռնելի։ Նա պատռեց այն։ 1, 2, 3 անգամ, մինչ դրանք դարձան ընդամենը թղթի կտորներ, որոնք ընկան ավտոկայանի կեղտոտ հատակին։ Ես ոչ մի պայմանագիր չեմ ուզում։ Իրավական համաձայնություններ չեմ ուզում։ Ես քեզ եմ ուզում։ Ուզում եմ իսկական ընտանիք կառուցել, որտեղ որոշումները միասին են կայացվում, որտեղ ոչ ոք մյուսից ավելի իշխանություն չունի։ Դու դա հիմա ես ասում։ Բայց ինչ կլինի, երբ հոգնես ինձնից։ Երբ հասկանաս, որ ես քո աշխարհին չեմ պատկանում։ Դու իմ աշխարհին ես պատկանում։ Այն աշխարհին, որը ես եմ ուզում կառուցել։ Մի աշխարհ, որտեղ իմ տնից իսկական ուտելիքի հոտ է գալիս, որտեղ կինս ինձ մարտահրավեր է նետում, երբ ես սխալ եմ, որտեղ իմ երեխան կմեծանա, իմանալով, որ սերը իշխանության կամ փողի մասին չէ։ Անահիտը զգաց, որ արցունքներն այժմ ազատ հոսում են։ Կինս։ Դավիթը ծնկի իջավ հենց այնտեղ, ավտոկայանի կեղտոտ հատակին, շտապող ուղորների մեկնումների մասին աղավաղված հայտարարությունների մեջ։ Գրպանից հանեց փոքրիկ թավշյա տուփը։ Ամուսնացիր ինձ հետ, Անահիտ Սարգսյան։ Ոչ թե որովհետ հղի ես։ Ոչ թե որովհետ դա է ճիշտը։ Այլ որովհետ երբ առավոտյան արթնանում եմ, առաջին բանը, որ ուզում եմ տեսնել, քո դեմքն է։
Որովհետ քո ծիծաղը ամենագեղեցիկ ձայնն է, որ երբել լսել եմ։ Որովհետ դու ինձ ստիպում ես ուզենալ լինել այն մարդը, ումով մայրս կհպարտանար։ Որովհետ ես քեզ սիրում եմ։ Եվ գիտեմ, որ դու էլ ես ինձ սիրում, նույնիսկ եթե դեռ վախենում ես խոստովանել։ Անահիտը ծնկի իջավ նրա դիմաց, հեկեկոցները ցնցում էին նրա մարմինը։ Ես այնքան եմ վախենում, Դավիթ։ Այնքան եմ վախենում բավարար չլինելուց։ Դու ավելին ես, քան բավարար։ Դու ամեն ինչ ես։ Եվ մենք այս վախը միասին կհաղթահարենք։ Ես, դու, մեր մայրը, մեր երեխան։ Մենք հիմա ընտանիք ենք։ Անահիտը նայեց նրա մոխրագույն աչքերին, տեսավ ճշմարտությունը։ Տեսավ սերը, վախը, խոցելիությունը։ Տեսավ մի մարդու, ով դադարել էր լինել պարզապես անողոք գործադիր տնօրեն, դարձել էր մեկը, ով ունակ է իսկապես սիրելու։ Այո, շշնջաց նա։ Այո, ես կամուսնանամ քեզ հետ։ Դավիթը մատանին դրեց նրա մատին, կարող չէր, որ նրանք ավտոկայանի հատակին էին, որ մարդիկ հետաքրքրությամբ նայում էին, որ շուրջ բոլորը ազդանշաններ, հայտարարություններ, քաոս էր։ Այդ պահին գոյություն ունեին միայն իրենք երկուսը։ Եվ սերը, որը վերջապես խոստովանում էին զգալ։ Նրանք ձեռք ձեռքի տված վերադարձան տուն։ Տիկին Սոնան սպասում էր նրանց դռան մոտ, երբ տեսավ նրանց միասին, թեթացումից արցունքներն իջան։ Այդ գիշեր երեքը միասին ընթրեցին, խոսեցին ապագայի, պլանների, երազանքների մասին։ Դավիթը խոստացավ դատի տալ Լիլիթին պայմանագիրը փոխած փաստաբաններին։ Խոստացավ կտրել բոլոր թունավոր կապերը, վերակառուցել ընկերությունը վստահելի մարդկանցով։ Հաջորդ ամիսները բուժման աճի ամիսներ էին։ Դավիթը հեռացրեց կոռումպացված փաստաբաններին, հեռացրեց Լիլիթին նրա հորը խորհրդից, հետ գնեց նրանց բաժնետոմսերը նոր էթիկական ներդրողներով։ Գործընթացում մի քանի միլիոն կորցրեց, բայց շատ ավելի արժեքավոր բան շահեց՝ խաղաղություն։ Անահիտը վերսկսեց ուսումը, առցանց դասընթացների մասնակցեց, պատրաստվեց մի ապագայի, որտեղ ոչ wokից կախված չէր լինի, բայց ուներ իր կյանքը կիսելու ընտրություն։ Փորիկը մեծացավ, դրա հետ միասին, սերը զույգի միջ։ Նրանք միասին ներկեցին երեխայի սենյակը, անուններ քննարկեցին, հավաքեցին մանկական մահճակալը, տիկին Սոնայի խորհուրդներով։ Դավիթի փոխակերպումը նկատելի էր։ Նա սովորեց ոչ ասել անհարկի հանդիպումներին, սկսեց ավելի շուտ գնալ տուն, Անահիտին ուղեկցելու նախածննդյան այցելությունների, սովորեց եփել տիկին Սոնայի հետ։ Ընկերության ղեկավարները ցնցվում էին, երբ գործադիր տնօրենը վազելով դուրս էր գալիս հանդիպումից, որովհետև կինը սրտխառնոց ուներ թարմ կոճապղպեղի կարիք։ Անահիտն ու Դավիթն ամուսնացան պարզ քկագում, միայն տիկին Սոնայի մի քանի մտերիմ ընկերների ներկայությամբ։ Նա հագել էր պարզ սպիտակ զգեստ, որը մայրն էր կարել, նա կոստյում առանց փողկապի։ Շքեղ խնջույք չեղավ, միայն ընտանեկան ճաշ։ Եվ դա կատարյալ էր։ Միքայելի ծնունդը տեղի ունեցավ օգոստոսյան մի ցուրտ գիշեր։ Անահիտն արթնացավ, զգալով կծկումները, Դավիթը լիակատար խուճապի մեջ ընկավ։ Չկարողացավ գտնել վարորդին, ուստի ինքն էլ վարեց մինչ հիվանդանոց, անդադար խոսելով, փորձելով հանգստացնել Անահիտին, մինչդեռ ակնհայտորեն ինքն ավելի շատ հանգստանալու կարիք ուներ։ Հիվանդանոցում նա բռնեց Անահիտի ձեռքը ողջ ծննդաբերության ընթացքում։ 12 ժամ ցավ, վախ, անպայմանական սեր։ Երբ Միքայելը վերջապես ծնվեց, ուժգին լաց լինելով, Դավիթը փլվեց։ Արցունքները, որոնք նա տարիներ շարունակ զսպել էր, վերջապես թափվեցին։ Նա որդուն գրկեց, նայեց այդ կարմիր ու ճմրթված դեմքին, հասկացավ։ Դա մաքուր սեր էր։ Դա ոչ մի կապ չուներ պայմանագրերի, փողի, իշխանության հետ։ Դա պաշտպանելու, հոգ տանելու, ներկա լինելու մասին էր։ Դա այնպիսի հայր լինելու մասին էր, որը նա երբեք չէր ունեցել, բայց որին իր որդին արժանի էր։ Նա կատարյալ է, շնջաց Դավիթը, համբուրելով Անահիտի ճակատը։ Ճիշտ քեզ պես։ Անահիտը ժպտաց, հոգնած, բայց լիովին երջանիկ։ Մենք կարողացանք, Դավիթ։ Իսկական ընտանիք ստեղծեցինք։ 3 օր անց, դեռ հիվանդանոցում, մինչ Անահիտը կերակրում էր Միքայելին, իսկ տիկին Սոնան դուրս էր եկել մաքուր հագուստ բերելու, Դավիթը նորից ծնկի իջավ մահճակալի կողքին։ Դու արդեն ինձ ամուսնության առաջարկ ես արել, ասաց Անահիտը, ծիծաղելով։ Եվ ես արդեն, այո եմ ասել, հիշում ես։ Գիտեմ։ Բայց ուզում եմ մեկ այլ խնդրանք անել։ Նա բռնեց նրա ձեռքը, աչքերը փայլում էին։ Կհամաձայնես լինել իմ տունը։
Ոչ թե կինս, ոչ թե որդուս մայրը։ Իմ տունը։ Այն վայրը, ուր վերադառնում եմ, երբ աշխարհը չափազանց ծանր է։ Այն վայրը, որտեղ ես պարզապես Դավիթն եմ, ոչ թե գործադիր տնօրենը, ոչ թե ժառանգորդը, ոչ թե մագնատը։ Պարզապես մի մարդ, ով սիրում է իր ընտանիքն աշխարհում ամեն ինչից շատ։ Անահիտը զգաց, որ արցունքները նորից հոսում են։ Նույնիսկ եթե մենք ավտոկայանում ապրեինք, ես այո կասեի։ Դավիթը ծիծաղեց, համբուրեց նրա մատները, հետո թեքվեց համբուրելու Միքայելի գլուխը։ Նախընտրում եմ մեր պենթհաուսը, եթե դեմ չես։ Մայրդ վերջապես կարողացավ խոհանոցը դասավորել այնպես, ինչպես ինքն է սիրում։ Նրանք միասին ծիծաղեցին մի ձայն, որն արձագանքեց հիվանդանոցի սենյակում, խառնվելով մոնիտորների ձայներին Միքայելի ցածր լացին։ Դա հույսի, նոր սկզբի, հարգանքի գործընկերության ամուր հիմքերի վրա կառուցված սիրո ձայն էր։ Ամիսներ անց կյանքը նոր ռիթմ էր ստացել։ Անահիտը վերադարձավ աշխատանքի, բայց այժմ այլ ոլորտում, անելով այն, ինչ սիրում էր, մարդկային ռեսուրսների կառավարում, ավանգարդումը ավելի արդար մարդասիրական քաղաքականություն ներդնելով։ Դավիթն աջակցում էր նրա յուրաքանչյուր որոշմանը, յուրաքանչյուր գաղափարին, յուրաքանչյուր նախաձեռնությանը։ Տիկին Սոնան պենթհաուսի մի մասը վերածել էր փոքրիկ արհեստանոցի, որտեղ կարի դասեր էր տալիս ցածր եկամուտ ունեցող կանանց, կիսվելով իր հմտություններով, ստեղծելով համայնք։ Պենթհաուսը լի էր ձայներով, ծիծաղով, կյանքով։ Միքայելը մեծանում էր սիրով շրջապատված։ Նրա առաջին ժպիտը տատիկին էր։ Նրա առաջին քայլերը դեպի հայրը։ Նրա առաջին բառը մամա էր, Անահիտը հուզմունքից լաց եղավ։ Նա կենդանի ապացույցն էր, որ սխալները կարող են վերածվել հրաշքների, որ սխալ համարները կարող են տանել ճիշտ ճակատագրերի։ Լիլիթ Ավետիսյանը մի քանի դատական գործ հարուցեց, մի քանի սուտ տարածեց, բայց առանց հոր աջակցության, ով ի վերջո համաձայնեց, որ դստեր մոլուցքը հիվանդագին է, նա ուժը կորցրեց։ Ի վերջո ամուսնացավ մեկ այլ գործարարի հետ տեղափոխվեց։ Անահիտը նույնիսկ խղճաց նրան։ Խղճաց մեկին, ով իշխանությունը շփոթում էր երջանկության հետ։ Կիրակի օրը, Միքայելի ծնունդից գրեթե 1 տարի անց, Անահիտը Կախովի այգում դիտում էր, թե ինչպես է Դավիթը խաղում որդու հետ։ Միքայելը ծիծաղում էր այն յուրահատուկ ձով, որով միայն երեխաներն են ծիծաղում, ամբողջ մարմնով, ամբողջ հոգով։ Դավիթը դեմքեր էր ծամածռում, մանկական երգեր էր երգում ֆալշ, լիովին անհեթեթ էր, լիովին հրաշալի։ Ով կմտածեր, հա տիկին Սոնան հայտնվեց դստեր կողքին, դեմքին մեղմ ժպիտ։ Ինչը, մամ։ Որ մի սխալ համար այսքան ճիշտ բան կբերեր։ Անահիտը նայեց մորը, ամուսնուն, որդուն։ Այն կյանքին, որը կառուցել էր վախի անորոշության փլատակների վրա։ Դա միայն սխալ համարը չէր, մամ։ Դա շարունակելու քաջությունն էր, նույնիսկ երբ ամեն ինչ անհնար էր թվում։ Դա սիրուն հավատալու ընտրությունն էր, նույնիսկ երբ վախն ավելի բարձր էր գոռում։ Սոնան գրկեց դստերը մեջքից։ Դու միշտ էլ քաջ ես եղել, աղջիկս։ Փոքրուց։ Պարզապես պետք էր դա հասկանալ։ Այդ գիշեր Միքայելին քնեցնելուց հետո Անահիտն ու Դավիթը նստեցին պատշգամբում, նայելով քաղաքի լույսերին։ Նա գրկեց նրան հետից, ձեռքերը նրա որովայնին, որն արդեն սկսում էր նորից մեծանալ։ Այո, մեկ այլ երեխա էր ճանապարհին։ Այս անգամ, աղջիկ։ Երջանիկ ես, հարցրեց Դավիթը, համբուրելով նրա պարանոցը։ Ավելի, քան պատկերացնում էի, որ կարող եմ լինել, պատասխանեց Անահիտը, մատները միահյուսելով նրա մատներին։ Իսկ դու։ Ես քեզնից առաջ ամեն ինչ ունեի։ Փող, իշխանություն, հաջողություն։ Բայց ամեն ինչ դատարկ էր։ Հիմա ավելի քիչ զրոներ ունեմ հաշվիս, ավելի շատ թշնամիներ խորհրդում, ավելի շատ գլխացավեր։ Եվ անսահման ավելի երջանիկ եմ։ Որովհետև ես քեզ ունեմ։ Մեր ընտանիքն ունեմ։ Անահիտը շրջվեց նրա գրկում, նայեց մոխրագույն աչքերին, որոնք սովորել էր սիրել։ Ես քեզ սիրում եմ, Դավիթ Կարապետյան։ Սիրում եմ այն մարդուն, որը դու դարձել ես։ Սիրում եմ այն հորը, որը դու ես։ Սիրում եմ այն ձը, որով դու երեխայի սենյակը ներկում ես լրիվ գծերից դուրս կարծում ես, որ հիանալի աշխատանք ես կատարում։ Դավիթը ծիծաղեց, այն ձայնով, որը նա այնքան սիրում էր։ Հեյ, դա արտիստիկ մոտեցում էր։ Հատակին, պատերին, առաստաղին անբացատրելիորեն քո մազերին ներկ կար։ Մանրամասներ։
Նրանք համբուրվեցին երանի աստղերի տակ, երկու աշխարհներ, որոնք հանդիպեցին ամենաանհավանական պահին, երկու հոգիներ, որոնք ընտրեցին միահյուսվել, չնայած բոլոր պատճառներին դա չանելու։ Որովհետև սա անխուսափելի ճակատագրի մասին պատմություն չէր։ Սա ընտրության մասին պատմություն էր։ Հավատալու, ներելու, սիրելու ընտրության մասին, նույնիսկ երբ ամեն ինչ անհնար է թվում։ Սա երկու անկատար մարդկանց մասին էր, որոնք իրենց համար կատարյալ ինչ-որ բան էին կառուցում։ Եվ եթե տարիներ անց հարցնեք Անահիտին, թե որն էր իր կյանքի լավագույն սխալը, նա կժպտա, գնայի իր կառուցած ընտանիքին կպատասխանի։ Այն սոնոգրաֆիան սխալ համարին ուղարկելը։ Որովհետև երբեմն տիեզերքը հստակ գիտի, թե ինչ է անում, նույնիսկ երբ մենք կարծում ենք, որ ամեն ինչ սխալ է գնում։ Խաչվող ճակատագրերը կարող են դառնալ միահյուսված ճակատագրեր։ Սխալ համարները կարող են տանել ճիշտ ճակատագրերի։ Եվ սերը, իսկական սերը, միշտ ընտրությունը։ Ամենակարևոր ընտրությունը, որը կարող ես կատարել։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Անահիտի Դավիթի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք սիրո, նոր սկզբի քաջության այս ճանապարհորդությունից, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում գրեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ավտոկայանի պահը։ Միքայելի ծնոնդը։ Դավիթի փոխակերպումը։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի լարված պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, պատմություններ իսկական սիրո, հաղթահարման երջանիկ ավարտներին հավատալու քաջության մասին, նույնիսկ երբ ամեն ինչ անհնար է թվում։ Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանը, որտեղ հուզմունքի սիրո նոր պատմությունը կհուզի ձեր հոգին։